Լոռու մարզի Լեջան համայնքի ղեկավար Արմեն Մկրտչյանն ասում է, որ գյուղապետ լինելուց բացի հատուկ հմտություններով դիվահարություն է բուժում։ Դևերի ու սատանաների գոյությանը հավատացող գյուղապետն ասում է, պապից է սովորել դևին բռնել, կապել եւ ոչնչացնել։ Եթե դիվահարությունը արդեն դևը իհայտեք է, դևին էլ ենք բռնում, կապում ու ոչնչացնում։ Ու հիվանդը բուժված գնում։ Դրանք ինչ-որ տեսք ունեն այդ դևերը։ Կարա մարդու դեմքով լի, գլխին պոզերը լի, մարմին ուրիշ բանի լի, ձեռը ոտն ուրիշ բանի լի, կամ խառը հակառակ։ Կյանքում իրոք մեր կողքին ապրում են այդ դևերը։ Դե դա գիտեք ինչպես, մի քիչ ճիշտ չի լի, բայց համեմատեմ ես կերպ, ճիշտ է համեմատելու չի, մարդիկ, որ ասում են Աստված կա, մարդ էլ կա, ասում մինչև չտենամ չեմ հավատա, չէ՞։ Բայց մենք բոլորս հավատում ենք Աստծո գոյությանը, Աստծո գոյությանը, չէ՞։ Բայց մարդ կա, ասում մինչև ես չտեսնեմ, ես աթեիստ եմ, ես ոնց հավատամ։ Նույնն էլ դևերի գոյությունը։ Մարդ կա հավատում, մարդ կա չի հավատում։ Դա իրենց խնդիրներն է։ Բայց դիվահարությունը գոյություն ունի։ Լեջանի գյուղապետը սակայն չմանրամասնեց ինչպես է բռնում, կապում ու ոչնչացնում դևերին եւ դրանցից ազատում հիվանդներին։ Դե դուք իմ լրիվ գաղտնիքներն ուզում եք իմանաք արդեն։ Վստահեցնում է, թե դևերի ճիրաններից բազմաթիվ հիվանդներ է փրկել ոչ միայն Լեջանում, այլև հարակից համայնքներում ու անգամ արտասահմանում։ Ընդամենը սովորական ջրի մեջ մի քանի մետաղադրամ ու մի մեծ ասեղ է գցում։ Հիվանդից պահանջում ուշադիր նայել ջրամանին ու պատմել տեսած պատկերների մասին։ Արմեն Մկրտչյանը վստահ է, հիվանդը ջրի մեջ տեսնում է վախի պատճառներն ու իրեն հաջողվում է վերացնել դրանք մի քանի րոպեի ընթացքում։ Հիվանդները տարբեր տեսաններ են տեսնում, տարբեր կենդաններ են տեսնում, ինչից վախեցել են։ Հետո դևերել են տեսնում, դև, սատանա։ Դևերը մարդկանց շփոթության մեջ են գցում։ Անկուսակցական Արմեն Մկրտչյանը Լեջանում անցած հոկտեմբերին երկրորդ անգամ է գյուղապետ դարձել։ Առաջին անգամ գյուղապետ եղել է մոտ 20 տարի առաջ, 1996 թվականից, սակայն 2002-ին պարտվել է իր մրցակցին, 15 տարի անց կրկին առաջադրվել ու հաղթել է։ Ես մարդկանց չեմ խափում, ինչ արել եմ, ազնվորներն ինչով կարացել օգնել են միշտ։ Մարդիկ գնահատել են երևի իմ աշխատանքը, իմ ազնվությունը։ Ձեր այս ունակությունը, այս գործը օգնում է լինել գյուղապետ, թե ընդհակառակ խանգարում է ձեր գյուղապետի աշխատանքը։ Մեկը մեկին խանգարում է ժամանակի բնույթով։ Բայց գյուղապետ լինելու համար այս հարցը չէ տենց։ Ես չեմ շահարկում ու առիթից չեմ օգտվում։ Վախ ու դիվահարություն բուժող գյուղապետն ասում է, գնալով ավելանում են իրեն դիմող հիվանդները, համոզված է, թե դիվահարված հիվանդների պակաս չի լինի, քանի դեռ դրա պատճառները շատ են։ Պատերազմ, երկրաշարժ, տարբեր լրատվություններով տարբեր լուրեր են լսում, 0-2-ն ազդում մարդկանց վրա, ասենք նմանատիպ հայտարարությունները կամ կոմպյուտերով, ինտերնետով ինչ ասես նայում, վախենում են, ուժս կինորները շատ են նպաստում։ Արմեն Մկրտչյանն ասում է, որ մոտ 1000 բնակիչ ունեցող Լեջանում խնդիրները բազմաթիվ են։ 7 ամիս առաջ ընտրված գյուղապետը որոշ գործեր արդեն ձեռնարկել է։ Կենտրոնական փողոցի լուսավորության հարցն է լուծել։ Աղբահանության ու խմելու ջրի խնդիրներն էլ իր առաջնահերթ գործն է համարում, սակայն ասում է, թե դևերի դեմ կռիվն այսօր Լեջանում ավելի հեշտ է, քան տարեկան ընդամենը 20 միլիոն դրամ բյուջեով տարիների կուտակված խնդիրներ լուծելը։ Մեր գյուղի վիճակը այս պահին բավականին վատ է։ Ահագին հիմնախնդիրներ կան, ահագին։